Բարի ուշ գիշեր ժողովուրդ ջան, մի հատ շատ նուրբ հարցի եմ ուզում անդրադառնամ, խոսքս վերաբերվում է բոլորի կողմից ճանաչված չճանաչված Վարդան Ղուկասյանին դոգմանականունով, որ նա ապատեղեկատվություն է ժողովրդին տարածում, որ բոլորդ էլ դիտած կլինեք մի քանի օր առաջ, որ մենք հայտարարում ենք ժողովուրդ թողեք Երևանը եւ եկեք կանգնեք զինվորի ու մեր կողքին։ Նա տեղեկացնում է ժողովրդին, որ դա Գորիսում է, դա Գորիսում չի, դա Ղափանի ներքին հանդեր գյուղում է։ 1. Երկրորդը, քաղաքականության հետ կապված մենք ընդհանրապես կապ չունենք։ Երրորդը, Վարդան Ղուկասյան, նախքան մարդկանց կենսագրություն իմանալուց առաջ խորհուրդ կտամ հայհոյանքներով չսկսել։ Եթե ես սկսեմ հայհոյանքներով, 23 հարգանի այնքան հայհոյանք կտամ, ամբողջ կյանքիդ ընթացքում նման հայհոյանքներ լսած չես լինի։ Ու հանկարծ շփոթես սրանից հետո ազգի նվիրար տղերքի հասցեին, ապա տեղեկատվություններ տեղեկացնես։ Ժողովուրդ ջան, իմ անունը Գևորգ է, ազգանունս Նահապետյան, բայց 44 օրվա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո ինձ բոլորը ճանաչում են Գիվի մականունով։ Եվ Վարդան Ղուկասյան, ոնց որ դու ես ասում բայրակթարեր ունես, այդ բայրակթարերի կեսից շատ ինձի լավ են ճանաչում։ Եթե ուզում ես իմանաս թե Գիվին ով է, բայրակթարերիդ կհարցնես կասեն։ Հերու չեմ գնում, կհարցնես Ղափան եւ կասես ամսի 13-ին 5 հոգով Գիվին որ հատվածում է եղել, ներքին հանդերի հատվածում, ես ու իմ զինակից ընկերները կանգնած ենք ել մեր 18 տարեկան 2 ամսվա ծառայող զինվորների կողքին, կանգնել ենք, կանգնում ենք ու կանգնելու ենք։ Մենք ոչ մի քաղաքականության մեջ չկանք, իմ կենսագրությունը բաց է բոլորի առջև, ես ոչ մի քաղաքական ուժի չեմ պատկանում ու ցանկություն էլ չունեմ պատկանալու։ Ու խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր ապատեղեկատվությունով Վարդան Ղուկասյանի ապրում են, եթե այդքան ցանկություն ունեիք լինեիք զինվորի կողքին, ոչ թե կառավարության շենքը ջարդեիք կամ վառոդները, գայիք զորամասերի արժեքեքը ջարդեիք, զենքերը վեգալեիք ու գնայիք, եթե ասում եք ձեզի չեն զինել, մեզ էլ ջերմուկում չէին զինում, բայց մենք կապանում համառությամբ զենք ստացանք։ Հիմա դեմ մտածեք, թե ովքեր են հայրենասերը։ Ինչը վերաբերվում է մեր Վարդանի սպիտակ մայկին, դուք էլ սպիտակ մայկա հագնեիք պլեջիկով, բայց մեր կողքին ելնեիք։ Պարոն Վարդան Ղուկասյան, 44 օրվա պատերազմում ես որտեղ էի, դու որտեղ էիր, այս պատերազմում ես որտեղ էի, դու որտեղ էիր։ Այսքանը խնդրում եմ մաքսիմալ արագ տարածեք, որպեսզի նման մարդիկ հանգած չփորձեն նորմալ հայրենասեր մարկանց պիտակավորեն, եթե դուք պիտակավորված եք, մենք պիտակի կարիք չունենք, մենք կանք այն ինչը որ կանք, ու կխնդրեմ, մաքսիմում արագ ժողովուրդ ջան, այս վիդեոն տարածեք, որպեսզի բոլորի կողմից ճանաչված Վարդան Ղուկասյանը դոգմականունով հանգարց չմտածի, որ ինքը կարա ապատեղեկատվություն տարածի կոնկրետ մեր հասցեին ու դա մնա անպատասխան։ Յուրաքանչյուր պատասխանից կստանաս պատասխան, պարոն Վարդան Ղուկասյան։ Իսկ եւս մեկ անգամ կրկնում եմ, քո բայրակթարերից շատերը ինչ ճանաչում են ու ինձ գտնելը դա դժվար չի։ Այսքանը ժողովուրդ ջան ու կխնդրեմ մաքսիմալ արագ տարածեք այս վիդեոն։